բավականության մասին, Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում բանակցային գործընթացի ընթացքում, իհարկե որոշակիորեն ինքը իրեն այդ ճանապարհով փակում է մտցել, որովհետև ըստ էության մենք ունենք մի իրավիճակ, երբ միջնորդների եւ հատուկ միջազգային հանրության դիրքորոշումը շատ համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը, մոտավորապես նույն գնահատականներն են հնչում, նույն պահանջներն են ներկայացում, բայց ռեալ քաղաքական մեխանիզմներ ազդելու Ադրբեջանի վրա, որպես նրանք ետ կամ մնաց ռազմատենչությունից եւ պատերազմի միջոցով խնդիր ոգին լուծելու, ցավոք սրտի մշակված չկան, եւ այստեղ իրապես մեծ աշխատանք ունենք դեռանելու, կարծում եմ, որ դա դիվանագիտական երկար ջանքեր է պահանջել։ Ընդ որում ասեմ, որ այս փուլում ես այդքան էլ բավարարված չեմ մեր արտգործնախարարության մոտեցումներից, վերջերս դուք իմացաք, որ տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպում Համբուրգում, որից հետո եղավ նաև միջնորդ երկրների արտգործնախարարների հայտարարությունը, դարձյալ առանց հասցեական մեղադրանքների, դարձյալ ընդհանուր բնորոշումներով, եւ ամենացավալին այն է, որ դրանից հետո Նալբանդյանը հայտարարեց, թե մեծ հաշվով հասկանալի է, թե ում են ուղղված ընդհանուր քննադատությունները։ Ես կարծում եմ, որ նման մոտեցումով մենք հնարավորություն ենք տալիս միջնորդների շարունակելու նման գնահատականներ հնչեցնել, անհասցնել մեղադրանքներ, ինչը անկյունատրելի եւ այս պահից սկսած պետք է որոշակի խստացնել դիրքորոշումը նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ աշխատանքում։ Ոչ միայն Ադրբեջանի հետ, ինչը ապրիլից հետո բավական արդյունավետ եւ լավ ստացվեց, այլ նաեւ միջնորդների հետ եւ թույլ տալ, որպեսզի հանկարծ ապրիլյան իրողությունները քաղաքական գործոն որպես այդպիսին չեզոքացվեն եւ փորձեն բանակցային գործընթաց շարունակել նախկին տրամաբանության մեջ։ Դա անհնար է, դրա արդյունքը մենք տեսանք ապրիլին եւ կարծում եմ, որ նոր ապրիլներ կանխելու լավագույն մեթոդներից մեկը այդ դիվանագիտական դաշտում հնարավորինս ակտիվացնելն է մեր գործողությունը։ Եվ նաև հիմնական եզրակացությունը, որը մեծ հաշվով ամենայն անկեղծությամբ ինձ մոտ կար արդեն վերջի մի քանի տարիների ընթացքում, բայց անցնող 2016 թվականը ստիպեց ևս մեկ անգամ համոզվել դրան, որ անհրաժեշտ է պատրաստվել երկարատև փոխանակության։ Ցավոք սրտի, որքան էլ խոսվի ամենաբարձր մակարդակներով բարձր քաղաքական լուծման հնարավորության մասին, իրականությունը ցույց է տալիս, որ նման հնարավորություններ չկան եւ մեծ հաշվով այս հակամարտությունը դեռ այսպես ասած շատ ջուր է տանելու, պետք է հասարակությունը դրան պատրաստվի եւ պետք է պետությունը դրան պատրաստվի։ Սա ինքնուրույն վախեցնելու կամ, չգիտեմ, խոճապային տրամադրություններ տարածելու փորձ չէ, սա ընդհանրապես այն իրողության գնահատականն է, որում հայտնվել ենք եւ ասեմ, որ մեծ հաշվով դրա մեջ էլ վատ բան չկա, եթե հասարակությունը իսկապես պատրաստ է դրան, այսինքն եթե սահմանում տեղի ունեցող միջադեպերը եւ այլն անակնկալ չեն լինում հասարակության համար, այդ պատրաստվածությունը ինքնին արդեն նպաստելու է, որպեսզի նույն միջադեպերի քանակը հնարավորինս պակասի, զգոն լինեն թե ժողովուրդը, թե սահմանական զինվորները եւ թե հատկապես քաղաքական ու ռազմական ղեկավարությունը։